Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 18:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նախորդին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կառավարության փոխանցմամբ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմորակարգի հարցերի վերաբերյալ եւ գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Մասնավորապես ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևեդ Իմազիայից Հայաստան եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը եւ Ախալքալակ-Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ եւ Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար ասված է հաղորդագրությունում։ Նշվում է նաեւ Նիկոլ Փաշինյանը Էրդողանին շնորհավորել է զոհաբերության տոնի կապակցությամբ, իսկ վերջինս էլ Փաշինյանին է շնորհավորել ծննդյան 51-րդ տարեդարձի առիթով։ Ուշագրավ է, որ Թուրքիայի նախագահականի պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ հիշատակում չկար, որ Էրդողանը շնորհավորել է Փաշինյանի ծննդյան տարեդարձը։ Դրանում միայն նշվում էր, որ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի զոհաբերության տոնը, կողմերը քննարկել են նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ տարածաշրջանային հարցերը։ Նկատենք, որ նման բան նաև 2025 եւ 2023 թվականներին է տեղի ունեցել։ Մի դեպքում հայկական կողմը հայտնել էր, որ Էրդողանը Փաշինյանին շնորհավորել է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու, մյուս դեպքում Վարդավառի կապակցությամբ, սակայն երկու դեպքում էլ թուրքական հաղորդագրություններում այդ մասին ոչինչ չէր նշվել։ Ուժեղ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ մի քանի անգամ է խոսել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին նա ասաց 168-ում կայքին տված հարցազրույցում անդրադառնալով Արցախում մինչև Շուշիի հանձնումը պատերազմը կանգնեցնել փորձելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հնչեցված հայտարարությանը։ Մի քանի անգամ ենք խոսել, եթե առաջին անգամ ինձ լսեր, մենք կկորցնեինք 3 շրջան ու պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, բայց ինքը մեծամտաբար համարում էր, որ մենք հաղթում ենք։ Եթե ինձ լսեր, հաստատ չէինք կորցնի Շուշին, ասաց Կարապետյանը։ Նա չցանկացավ մանրամասների անդրադառնալ, բայց ընդգծեց, գուցե Փաշինյանին էլ են խաբել եւ հավատացրել, թե հայկական կողմը հաղթում է։ Կարապետյանի խոսքով հետագայում արդեն Փաշինյանն ամբողջությամբ սխալ ճանապարհով է գնացել, ինչն էլ հանգեցրել է Արցախի կորստին։ Արժանապատվություններից հետո Նիկոլ Փաշինյանը մեկնելով Մոսկվա հանդիպելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, այսօր այս մասին Փաշինյանն ասաց Մարտունիում նախընտրական քարոզարշավի ժամանակ մանրամասներ ներկայացնելով իր եւ Ռուսաստանի նախագահի վերջին հեռախոսազրույցից։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին զանգել էր ծնունդը շնորհավորելու համար, բայց պարզ է բացի շնորհավորանքից նաև գործնական խոսակցություն ունեցանք ու պայմանավորվեցինք ընտրություններից հետո կմեկնեմ նորից հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք, ասաց նա։ ՔՊ-ի վարչապետի թեկնածուն նշել է, որ այն խնդիրները, որոնց շուրջ այսօր Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացվել, վերջին տասնամյակների ընթացքում բազմիցս առաջացել ու հանգիստ լուծվել են, այնպես որ հանրությունը դրանց մասին նույնիսկ չի էլ իմացել։ Հիմա էլ կլուծվեն, որևէ վարքյան կասկած չունենաք, նշեց Փաշինյանը։ Ելույթի մյուս հատվածում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Եվրասիական տնտեսական միության գործունեությանը, հիշեցնելով, որ այս կառույցը հիմնված է 4 հիմնարար ազատությունների, ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ ֆինանսների անկաշկանդ շարժի վրա։ Փաշինյանի պնդմամբ ընդդիմադիրները փորձում են օգտագործել իրենց կապերը ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի համար տնտեսական բարդություններ ստեղծելու նպատակով։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էլ կարծում է, որ հայ-ռուսական հարաբերություններում անցողիկ ճգնաժամ է։ Ես եմ տեսնում, որ Հայաստանի անվտանգային համակարգը վերանայվում է, ես տեսնում եմ, որ համատեղ զորավարժությունների քանակն է նվազել, ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը սառեցված է, դա տեսնում եմ, բայց դա վերաբերում է զինված ուժերի մարտունակությանը, իսկ անվտանգային համակարգի փոփոխում ես չեմ տեսնում։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ ասել է Տոնոյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանի անվտանգային կուրսի փոփոխությունը կարող է սպառնալիքներ ստեղծել մեր երկրի համար։ Ինչ վերաբերում է այսօր զինված ուժերի կարիքների համար ձեռք բերվող սպառազինություններին, Տոնոյանը նշեց, շատ բաներ կան, որ կշարունակեր ձեռք բերել, շատ բաներ կան, որ ընդհանրապես ձեռք չեր բերի։ Նա անդրադարձավ նաև բազմիցս քննարկման առարկա դարձած Սու-30-ներին, նշելով, որ վստահ է պարկը պետք է շարունակել թարմացնել։ Կրկին պնդում են, որ զինված ուժերում ամենակարող լավագույն միջոցն են, նշեց Տոնոյանը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար ՔՊ վարչության անդամ Գներ Սանոսյանի որդին Գոր Սանոսյանը 2024-ին առողջական հիմքերով տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից։ Չնայած այդ առողջական խնդիրների, Սանոսյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերա է կառուցում եւ ներկայումս հանդես է գալիս Արարատ 2 ֆուտբոլային ակումբում։ Առողջական հիմքերով զինվորական ծառայությունից տարկետում է ստացել նաև իշխող խմբակցության падգամավոր Լուսինե Բադալյանի որդին Սամվել Գևորգյանը։ Այս խնդիրները սակայն վերջինիս չեն խանգարել հանդես գալ
բասկետբոլի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականում, նաև Հատիս թիմում։ Գներ Սանոսյանը պարզաբանել է, որ որդին տարկետում է ստացել առողջության հետ կապված հարցերով։ Ֆուտբոլիստը տղաս 6 տարեկանից, որի հետևանքով որոշակի առողջական խնդիրներ ունի, ինչը նկատվում է շատ ֆուտբոլիստների մոտ, ովքեր մանկուց են զբաղվում ֆուտբոլով։ Եթե ճիշտ եմ հիշում, սրտի, փայծաղի, արյան ճնշման հետ կապված խնդիրներ են։ Եթե դուք հետաքրքրվեք, կտեսնեք, որ ովքեր 6-7 տարեկանից ֆուտբոլի են հաճախում, իրենց մոտ օրգանները զարգանում են այնպիսի չափեր են ունենում, որ մեր բժշկական ստանդարտներին չեն համապատասխանում, ասել է նա։ Հարցին ինչպես է որդին պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվում, եթե կան սրտի ճնշման ու փայծաղի խնդիրներ, Սանոսյանը պատասխանել է, որ կան ստանդարտներ, բժշկական ստուգումներ են իրականացվում։ Տղաս որոշակի փոխարինումներով է խաղում, ստաբիլ չի խաղում, ասաց նա, բացառելով, որ իր միջամտությունը եղել է որդուն բանակից առողջական հիմքով տարկետում տրամադրելու հարցում։ Սանոսյանի խոսքով ինքն առանձնապես ցանկանում է, որ տղան թողնի ֆուտբոլը, մտածելով նրա առողջության մասին։ ԿՊԱ-կան պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ պատասխանելով հարցին, թե ինչ առողջական խնդիրների պատճառով է որդին տարկետում ստացել բանակից, ասաց բժշկական գաղտնիք է եւ լրատվամիջոցն իրավունք չունի նշված հարցով զբաղվելու։ Հարցին, թե ինչպես է առողջական խնդիրների արկայության պայմաններում որդին բասկետբոլ խաղում, բասկետբոլը որդից թողել է առողջական խնդիրների պատճառով, ցավոք սրտի, խնդրում եմ նման ցավոտ թեմաները մի մանիպուլացրեք, նշել է նա։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանին։ Գագիկ Ծառուկյանը պահանջում է դատարանից պարտավորեցնել Փաշինյանին հերքել զրպարտությունը, ներողություն խնդրել վիրավորանքի համար, ինչպես նաև փոխհատուցում ընդհանուր 9 միլիոն դրամի չափով։ Մասնավորապես Ծառուկյանը պահանջում է հերքել մայիսի 28-ին ճեպազորույցի ընթացքում Փաշինյանի կողմից հնչեցված զրպարտություն համարվող փաստացի տվյալները հանցագործ, շպիոն, գործակալ լինելու, հանցավոր գործարք ընկած լինելու, Հայաստանի ժողովրդին թալանելու, օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԳ ցուցակում ներառելու վերաբերյալ, ինչպես նաև 6 միլիոն դրամի չափով փոխհատուցում զրպարտության համար։ Միևնույն ժամանակ Ծառուկյանը պահանջել է պարտավորեցնել Փաշինյանին ներողություն խնդրել իրենից վիրավորանքի համար, ինչպես նաև 3 միլիոն դրամ վիրավորանքի համար փոխհատուցում։ Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։ Դեռևս արկա չէ տեղեկություն հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։ Հունիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, ժամը 20:50-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Տիգրանայի վարած BMW մակնիշի եւ 33-ամյա Էդգար Պ-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգու, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխել է, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի եւ վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։